Շնորհակալություն, իմ հարցը վերաբերում է նույն շրջանակին, ինչ քիչ առաջ գործընկերները տվեցին, տեսեք, դուք վկայակոչում եք ձեր վերլուծությունները, նախ լավ կլինի այդ վերլուծությունները մի քիչ մանրամասն ներկայացնեք, ինչով է պայմանավորված, երբ որ այս սահմանափակում, այս կոշտ սահմանափակումը, հա, ասում եք տրանսպորտային մեկ միջոց եւ ինչքան ուղեկցող անձ կա կամ թիկնապահ կա, թող այդ մեքենայի մեջ լցվեն եւ վերջ, եւ ընդ որում 3-ից ոչ ավել։ Ասենք պատկերացեք, մարդը իր ընտանիքով է գնում։ Այդ ոնց պիտի ապահովի դա, էլի։ Ողջամտության սահմանը ոնց ենք կարողանում այստեղ այնպես գծել, որ մի կողմից պահպանվի հասարակական կարգը, դեմն առնենք լկտիության, մյուս կողմից էլ, բայց անվտանգության մարդու մտահոգությունը փարատվի։ Հիմա դուք սահմանափակում եք դրել ու պահանջում եք, որ վարորդն էլ դիլնի թիկնապահ։ Ենթադրենք վարորդը թիկնապահ չի, հետո Շնորհակալություն։ Պարոն Մինասյան, խոսքը 3 պահանորդ, որ ասում ենք, դա առավելագույն քանակն է, եւ սա վերաբերվում է մեկ պահպանվող անձին։ Այսինքն, եթե ընտանիքի մասին է խոսքը գնում եւ ընտանիքի յուրաքանչյուր անդամ պահպանվող անձ է, ըստ էության յուրաքանչյուրը կարող է ունենալ առավելագույնը 3 պահանորդ եւ բնականաբար յուրաքանչյուրը արդեն համապատասխան տրանսպորտային միջոցով կարող են երթևեկել։ Արձագանք։ Ես առաջարկում եմ այս հարցը իսկապես քննարկման առարկա դարձնել, որովհետեւ ողջամիտ չէ, որ ասենք անձը եթե համարում է, որ իրեն պետք է մասնավոր պահնորդականով իր անվտանգությունը ապահովեն, հենց ազատ թողի, ասի չէ, ընտանիքս էլ ոնց ուզում է թող գնա կամ ոնց ուզում է թող պաշտպանվի։ Բնական ու տրամաբանական է, եթե այդպիսի իրավիճակ է, ընտանիքի անդամներով եթե ուղևորվում է, պարզ է, որ այդ ծառայությունը պետք է նաև մատուցվի ընտանիքի անդամներին, ամեն մի ընտանիքի անդամի համար մի հատ առանձին մեքենա չի վերցնելու։ Առաջարկս հետևյալն է, որ այս հարցը ավելի խորը եւ եթե կան տվյալներ, փաստացի տվյալների հիման վրա այդ վերլուծությունը կատարել եւ այո, ինչու՞ չէ, նաեւ իրավապահ մարմինների կողմից հաճախ հանդիպող չարաշահումները բացառելուն ուղղված նաեւ մեխանիզմներ նախատեսել։ Քիչ չեն նաեւ դեպքերը,